անելու iOS առումով ճիշտ է, քաղաքացիների մեծ մասը համակարծիք է ձեզ հետ, որ քաղաքական նկատառումներով։ Շնորհակալ եմ մեր հայրենակիցներին։ Պարոն Վարդևանյան, հենց այս համատեքստում, եթե այս միջնորդության, Սամվել Կարապետյանի կալանավորման համատեքստը բացառապես քաղաքական է, արդյոք իրավական լուծումները կաշխատեն, իրավաբանությունը կաշխատի եւ օրինակ ինչքան են ձեր շանսերը այս պահին։ Եկեք հետևյալը նշենք, մենք իրականում գտնվում ենք մի անարդար գործընթացի մեջ։ Թեև այստեղ եզրույթը, որը պետք է օգտագործվի արդար դատաքննության իրավունքն է, բայց մենք գտնվում ենք անարդար պայմաններում։ Արդյոք, օրինակ ես կարող եմ բերել նախորդ դատական նիստը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 14-ից 15 ժամանակահատվածում, ինձ համար որպես իրավաբանի դատական նիստը այնպիսի ընթացք էր ստացել, որ որևէ այլ ելք, քան ներկայացված միջնորդության մերժումներ, ես չէի տեսնում։ Իսկապես բոլոր դեպքերում արձանագրվեց, որ հիմնավոր կասկածը այդ աբսուրդային փողերի լվացման մեղադրանքի մասով չի հաստատվում, դա տեղի ունեցավ այս դատարանում, բայց դա կրկին դրսևորումն է նրա, որ մենք անարդար պայմաններում ենք գտնվում, քանի որ եթե այդ մասով հիմնավոր կասկածը չէր հաստատվում, առավել քան ողջամիտ էր, որ կալանքը վերացվեր կամ փոփոխվեր առնվազն։ Հետևաբար շանսերը ձեր։ Շանսերը կարող եմ հետևյալ կերպ նկարագրել։ Անարդար պրոցեսում ի վերջո միշտ թունելի վերջում լույսը երևում է։ Միշտ է այդպես։ Դա բոլոր դեպքերում իրավունքի էությունն է։ Ինչքան էլ դժվար է լինում, բայց ի վերջո գերակայում է։ Որովհետև իդեպ դարերի պատմությունն է դա ցույց տալիս։ Չի եղել մի ժամանակաշրջան, դուք կարող եք ուսումնասիրել բազմաթիվ մեծ ճանաչում ունեցող գործիչների ելույթները։ Միշտ խոսվել է քաղաքական հետապնդումների մասին, անարդարության մասին, բայց միաժամանակ ստորակետ դնելով, որ ի վերջո արդար դատաքննության իրավունքը պետք է գերակայի, որ արդարությունը պետք է գերակայի եւ իրավունքը ընդհանրապես պետք է գերակայի։ Մենք այդ տրամաբանությամբ ենք մոտենում եւ ինչքան էլ ես նույնիսկ չեմ թաքցնի, որ հնարավոր է այս անարդար գործընթացները, այս քաղաքական հետապնդումը ուղղված է նրան, որ նաեւ պարզապես մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները տվյալ դեպքում մեր պաշտպանական թիմը իսկապես հիասթափվի եւ որոշակի իմաստով նաեւ մենք մեր գործողություններում ունենանք որոշակի пассивություն, ճիշտ հակառակը։ Այս ամենից թե մեր միջնորդությունները, թե մեր գրությունները, թե մեր դիմումները, թե իրավունքների խախտման վերաբերյալ արձանագրումները միայն ավելանում են, բայց արդյոք դա է մեր շահագրգռվածությունը, ոչ հարգելի գործընկերներ։ Մենք իսկապես տվյալ իրավիճակում շահագրգռված ենք մեկ հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում իրավունքները չեն կարող նման կերպ ոտնահարվել։ Մենք 21-րդ դարում ենք գտնվում եւ սա Հայաստանի Հանրապետությունն է, որը իսկապես պետք է լինի աշխարհի օրինակելի երկրներից մեկը, ոչ թե օրինակ տարբեր միջազգային զանգվածային լրատվության միջոցներ Հայաստանի մասին խոսեն, որ Forbes-ի ցուցակում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին 4 ամիս է ինչ գտնվում է անազատության մեջ, ամենաինտենսիվ սահմանափակման պայմաններում, իսկ թե ինչի համար ոչ մեկ գաղափար չունի։ Հիմա ի վերջո բոլորը, վստահ եմ մեր հայրենակիցներից, լսել են Սամվել Կարապետյանի հունիսի 17-ի հարցազրույցը։ Ինչ կոչի մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Մենք իդեպ այդ հարցը նորից բարձրաձայնում ենք, լավ, որն է, մեր ձևով արտահայտությունն է, ինչն է, եկեղեցու կողքը կանգնելն է, որն է էլի այդ բանալի բառը, որ վերածվում է կոչի։ Կոչը ի վերջո հիմա օրինակ տեսեք, մենք այստեղ ունենք լիքը մեր հայրենակիցների, չէ՞։ Հիմա եթե մենք օրինակ մեր հայրենակիցներին առաջարկենք X գործողություն, այ դա նմանվում է կոչի, բայց ինքնին կոչը դեռ հանցանք չի։ Այդ կոչը պետք է ուղղված լինի կոնկրետ ինչ-որ մի ապօրինության։ Հիմա ենթադրենք 2018 թվականին բազմաթիվ կոչեր են հնչել այն ժամանակ ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից, որպես փողոցային շարժում սկսած անձի, այսպես ասած, կարգավիճակով, ինչի այդտեղ ամենը կոչ էր, այօրինակ երբ հնչում էր, որ կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա, շատ նման է իդեպ իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու կոչի, բայց ենթադրենք, որ եթե քաղաքական գործիչները չհաջողեն, մենք էլ մեր ձևով կմասնակցենք այդ գործընթացին, իդեպ 168-ի մեր գործընկերներն են, որ ներկա են, դուք վստահ եմ տեղյակ եք, որ մասնակցել արտահայտությունը
գրվել էր միջամտել, եւ որ պատկերացնեք եւ պատկերացրեք կա բարձաբանելու սկզբնաղբյուր կայքում է եղել բոլոր լրատվականները նույն ձևով փոփի են արել, բայց քանի որ 168-ը սիրելի լրատվամիջոց է եւ բոլորը ասեմ ավելին եւ օգտվել էին 168-ից ասեմ ավելին ես եկեք ձեզ մի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ոչ միայն ընթերցում են, այլ նաեւ տվյալ դեպքում այս քրեական վարույթի նյութ է հանդիսանում հենց 168-ի կողմից հրապարակված հատվածը եւ ինչն է հետաքրքիր ես ենթադրենք նայել եմ տեսանյութը եւ տեսել եմ որ այնտեղ օգտագործվում է մասնակցել ոչ թե միջամտել չէ պատկերացնում եք որ օրինակ դատախազության եւ քննչականի գործընկերները դա չեն նայել եւ ի սկզբանե նյութերը գնացել են միջամտելով հիմա հարգելիներս այս պարագայում Հունիսի 17-ի Facebook-յան գրառումների հետ կապված ես օրինակ իսկապես հարց ունեմ։ Իսկ այդ գրառումները օրինակ զննվել են քննչական մարմնի կողմից։ Օրինակ իրենց հետաքրքիր չէ, ինչի համար է գործադիր իշխանության ղեկավարը միջամտել եզրույթը օգտագործում։ Ինչի համար է գործադիր իշխանության ղեկավարը Սամվել Կարապետյանի մասին խոսում։ Ավելին, ցուցումներ էլ տալիս իրավապահներին, օրինակ դա չեն ուզում քննության առարկա դարձնել։ Իհարկե միգուցե հիմա էլ քննչական մարմինը կասի, որ հենց այդ գործողությունը պետք է անեն։ Ու Սամվել Կարապետյանը կարող է խոչընդոտել այդ գործողություններին։ Դե հիմա աբսուրդ ինչի՞ չէ, մի հատ էլ տենց աբսուրդ լինի։ Քանի որ ինքն էլ ասել էր մենք մեր ձևով կմիջամտենք։ Այ հետաքրքիր հանգամանք եք բարձրացնում։ Ես օրինակ սկսել էի Facebook-յան գրառումները զննելու մտքից, դուք ավելի առաջ գնացիք, որ ընդհանրապես հարցաքննելու հարց բարձրաձայնվեր։ Կարծում եմ նախաքննական մարմինը այսօրվա պայմաններում երբեք նման գործողություն չի կատարի։ Իսկ դուք որպես պաշտպանական կողմ օրինակ հնարավոր է որևէ փուլում միջնորդեք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դատանում հարցը։ Եկեք որևէ մի գործողություն չբացառենք այս փուլում, բայց ես առնվազն գիտեմ մի բան, որ այս քրեական վարույթի ամբողջ հարցերը, պատասխանները, ակունքը, առիթը Ընդհանրապես ամեն ինչ կատարվում է հենց հունիսի 17-ի այդ մի քանի Facebook-յան գրառումների մեջ են, որը ի դեպ, այսպես ասած, առնվազն մեղմ ասած զարմանալի է նաև ցանկացած միջազգային գործունեություն իրականացնող իրավաբան լինի, իրավապաշտպան լինի, ԶԼՄ ներկայացուցիչ լինի, իսկապես բոլորի համար շոկային է, որ գործադիր իշխանության ղեկավարը նման ձևով գրառումներ է կատարում եւ մի հատ էլ ցուցումներ է տալիս, հաշվեհարդարի խոստում է տալիս, որը առնվազն տեսել ենք թե 120 օր ինչպես է կատարյալ կերպով իրացվում։ Պարոն Վարդևանյան, այսօր դատական նիստի մասնակցելու է պարոն Ամստերդամը թե ոչ եւ երեք նա ասուլիսի ժամանակ ասել էր, որ մենք ամեն օր կգրոհենք Փաշինյանին եւ Հայաստանի միջև Սամվել Կարապետյանի ազատ արձակվելը եւ սա շատերի կողմից հանդիսացավ որպես կոչ, թեև նա ասել էր, որ իրավաբանորեն իրավական տեսանկյունից։ Ես այսպես ասեմ, կարծում եմ Ամստերդամի ելույթները նաև հասանելի են, օրինակ YouTube-ում, ենթադրենք իր հարցազրույցը Տակեր Կարլսոնի հետ։ Հասանելի է YouTube-ում, դուք էլ կարող եք ուսումնասիրել, այնտեղ եւս բավականին սուր հռետորաբանություն է օգտագործում, բայց վստահ եղեք, համոզված եղեք, Հայաստանի Հանրապետությունը գրոհելու կամ նման եզրույթները, ես նույնիսկ կարծում եմ միգուցե թարգմանության խնդիր է եղել, որովհետև Ամստերդամի հետ խոսելու ընթացքում կարող եմ ասել վերջինս չափազանց տպավորված է Հայաստանի Հանրապետության թե բնակիչներով, թե Հայաստանի Հանրապետությունով, այլ արծ որ բնավ տպավորված չէ քաղաքական հետապնդումներով, սա այլ պատմություն է, բայց այդպիսի ձևակերպումների տեսանկյունից կարծում եմ դա որոշակի առումով կիսաճշմարտություն է նման կերպ մեկնաբանելը։ Հավատացած եղեք, եթե հենց ուղիղ նման ձևակերպում լիներ, առաջին նախատողները կամ քննադատողները կամ դրա վերաբերյալ գնահատական տվողները լինելու ենք մենք, որովհետև ես առնվազն թե իմ գործընկերները որևէ մի պահ երևի թե տեղիք չենք տվել մեր վերաբերմունքի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Չեմ կարող այս բանը ասել, չեմ կարող ասել։